ընծայում կյանքային Քեզ եմ նվիրում սիրտային Քեզ եմ ընծայում կյանքային Արա ինչ ուզում ես Արա ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա ինչ ուզում ես Արա ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Քո կամքը հաստատվի թող իմ կյանքում Արա ինչ ուզում ես Արա ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա ինչ ուզում ես Արա ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա ինչ ուզում ես Արա ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա ինչ ուզում ես Արա ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա ինչ ուզում ես Արա ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա ինչ ուզում ես Արա ինչ քո կամքն Եկեք Աստծո սրբազան խոսքից միասին կարդանք Պետրոս առաքյալի առաջի թղթից երկրորդ գլուխ 6-ից 8 համարները Ահա Սիոնի մեջ ընտիր պատվական անկյունի վեմը կդնեմ եւ ով որ անոր հավատա բնավ պիտի չամաչնա Ոստի ձեզի հավատացյալներուդ պատվական է ան բայց անհավատներուն այն քարը որ շինողներ անարգեցին անիկա անկյունի գլուխ եղավ եւ գլորման վեմ ու գայթակղության քարանոնց, որ խոսքին չհավատալով կգայթակղին, որուն սահմանված էին։ Հիսուս Սուրբ գրքի մեջ տարբեր անուններով է ներկայացված։ Աստծո գառը, Հուդայի ցեղից եղող առյուծը։ Եվ Տեր Հիսուս ինքը ներկայացեց ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, հարությունը, ճշմարիտ որդատունքը, երկնքի դուռը Այո, եւ նաեւ Հիսուս ներկայացվում է որպես վեմ, ժայռ, քար։ Սրանք ինչ է խորհրդանշում? Ամրություն, զորություն։ Ոմանց համար, ընդունողների համար պատվական է, ընտիր է, բայց նրանք, որ չեն ընդունում, նրանց համար գայթակղության քար է։ Ինչ է նշանակում գայթակղություն? Նշանակում է ճշմարիտ ճանապարհից շեղվել։ Հրեաները անարգեցին Տեր Հիսուսին, չընդունեցին, նա անկյունի քարը եղավ։ Մարդը Աստծո առջև հետևյալ դիրք ունի։ Անհատական գետնի վրա փրկվածներ եւ կորսվածներ։ Իսկ որպես ժողովուրդներ Աստծո առջև հետևյալ ձևով են ներկանում։ 3 դասակարգի ժողովուրդ կա։ Ճիշտ հասկանանք,
Աստծո սերը բոլորի համար նույնն է, բայց Քրիստոսի հանդեպ եղած վերաբերմունքի պատճառով հետևյալ 3 դասակարգումներն ենք տեսնում. հրեաներ, հեթանոսներ եւ Աստծո եկեղեցին, որ կազմված է թե հրեաներից եւ թե հեթանոսներից։ Պողոս առաքյալը ասում է. գայթակղության պատճառ մի եղեք ոչ հրեաներին, ոչ հեթանոսներին եւ ոչ էլ Աստծո եկեղեցուն։ Տեր Հիսուս գայթակղության քար եւ գլորման վեմ է։ Ինչի համար։ Որովհետեւ նրանք ովքեր որ փրկություն են սպասում, այդ փրկությունը սպասում են զորավոր ձեռքով պիտի գար, պատերազմական զենքերով պիտի գար, իշխանություն պիտի հաստատվեր։ Բայց այդ փրկությունը եկավ, խոնար մեկը երկրի վրա եկավ, երկնքի իր փառքը թողեց, եկավ ծառայի կերպարանքով, խաչվեց, գերեզմանը դրվեց, հարություն առավ, ահա թե ինչպես եկավ փրկությունը, դրա համար մարդիկ այսօր գայթակղված են։ Հիսուսի անունը շատերի համար գայթակղեցուցիչ մի բան է։ Մարդը ինչ կարող է անել։ Խաչեցին էլ, եթե իշխանություն ուներ, թող խաչից ինքը իրեն ազատեր։ Հիսուս կարող էր իրեն խաչից ազատել։ Ասաց, ես իշխանություն ունեմ, իմ կյանքս դնելու եւ հետո ետ առնելու։ Ով կարող էր Հիսուսին խաչել, ասաց, ես սրա համար եմ եկել։ Որովհետեւ այդ փրկությունը խաչելության միջոցով էր անցնում։ Կորինթացիներին գրած առաջին նամակի մեջ, առաջի Կորինթացիս առաջի գլուխ 22-24 համարներում հետևյալն են կարդում. Որովհետև հրեաները նշան կուզեն, հույները իմաստություն կփնտրեն, բայց մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը, ինչ որ հրեաներին գայթակղություն եւ հույներին հիմարություն է, բայց նրանք որ կանչված են, թե հրեա եւ թե հույն, Քրիստոս Աստծո զորությունը եւ Աստծո իմաստությունն է։ Ով որ հավատում է, նրա համար գայթակղություն չէ, բայց նրանք ովքեր չեն հավատում, Հիսուս իրենց համար եղավ գայթակղություն։ Այն քարը, որ շինողները անարգեցին, Պետրոս առաքյալը այսպես գրեց, եւ նա վերցրել է Սաղմոս 118-ի 22 համարը։ Այդ քարը անկյունի գլուխը եղավ, cornerstone եղավ։ Քրիստոս Աստծո խոսքի մեջ ներկայացվում է որպես հիմնակար, անկյունակար եւ եկեղեցի գլխի քարը։ Ամբողջացնում է։ Հիմա հերթականության պիտի գնանք։ Եսայի 28:16 ասում է հետևյալը. Ահա ես Սիոնի մեջ վեմը կդնեմ իբրև հիմ, ընտիր վեմ, պատվական անկյուն, հաստատուն հիմ, ով որ հավատա անոր պիտի չարտորա փախչելու։ Եթե հավատաս, այլևս գայթակղություն չէ։ Ընտիր պատմական վեմ է Տեր Հիսուս։ Եվ Պողոս առաքյալը Կորինթացիներին ասում է. այս վեմից զատ, որ հաստատված է, որ Քրիստոսն է, ուրիշ մեկը չի կարող ուրիշ վեմ դնել։ Քրիստոս հանդիսանում է եկեղեցու հիմնաքարը, foundation։ Տեր Հիսուս մի այսպիսի առակ պատմեց, երկու տուն շինողների առակը։ Ասաց երկու հոգի տուն շինեցին, մեկը ավազի վրա սարքեց իր տունը, մյուսը ժայռի վրա սարքեց։ Եվ ջրերը երբ որ բարձրացան, եկան եւ զարկեցին, նա որ ավազի վրա էր սարքել, այդ տունը քանդվեց։ Բայց նա որ վեմի վրա էր սարքել, այդ տունը հաստատուն մնաց։ Տեր Հիսուս ի նկատի ուներ, թե նրանք ովքեր որ լավ տներ են սարքում, ամենալավագույն նյութերն են գործածում, նրանք ապահով են։ Երկրավոր տեսանկյունից թերևս, որ երկրաշարժ լինի եւ եթե տունդ, այսինքն երկրաշարժի չափանիշների համեմատ է սարքված, ապահով կզգաս։ Բայց Տեր Հիսուս ի նկատի ուներ հոգևոր տունը, հոգևոր շենքը, ինչպես է սարքված։ Վեմի վրա է, որ Քրիստոս է, թե ավազի վրա է, որ աշխարհի սկզբունքների համեմատ է։ Ուրեմն հրեական շինության մեջ 3 գլխավոր քարեր կան։ Եվ Տեր Հիսուս, երբ որ հրեաների հետ խոսում էր, նրանց հասկանալի լեզվով էր խոսում։
Եվ առաջինը Տեր Հիսուս ներկայացրեց հիմնաքարը, foundation stone։ Հրեաները շատ լավ գիտեն։ Հիմնաքար պիտի ունենաս, որպեսզի տունդ կառուցես։ Սա հոգևորապես մենք ինչպես կարող ենք արտահայտել։ Ուղղափառ դավանություն։ Եթե մեկը այդ ուղղափառ դավանությունը ունի, նշանակում է հիմնաքարը ունի։ Ո՞րն է ուղղափառ դավանությունը։ Աստված Սուրբ Երրորդություն է, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Հիսուս կուսական ծննդով աշխարհ եկավ, դրախտը եւ դժոխքը իրական վայրեր են, եւ այս գլխավոր հավատալիքները հանդիսանում են քրիստոնեության հիմնակարը։ Եթե մեկ այս ճշմարտությունները ընդունում է, Քրիստոս որպես հիմնակար նա ինքը ունի։ Հիսուս ներկայացվում է նաև որպես վեմ եւ ժայռ։ Ելիս 17-րդ գլխի մեջ այս պատմությունը կարդաք։ Երբ որ Աստված ժողովրդին Եգիպտոսի գերությունից հանեց, անապատի կյանքի մեջ էին նրանք։ Եվ տրտունջները սկսեցին։ Նրանք Եգիպտոսը կարոտել էին, այնտեղի սոխ ու սխտորն էին կարոտել, ուզում էին հետ գնալ։ Ծարավ էին։ Եկան Մովսեսին տրտնջացին ասելով՝ «Մեզ ջուր տուր»։ Ինչի հանեցիր այնտեղից։ Բերեցիր, որ այստեղ թե մենք եւ թե մեր անասունները բոլորս կոտորվենք, ինչի համար բերեցիր։ Մովսեսը ինչ անի։ Ինքը մենակ այդքան ժողովուրդ Աստծուն աղաղակեց, ասեց. «Ով Տեր Աստված, օգնիր, այս մարդիկ ինձնից ջուր են պահանջում»։ Եվ Տերը ասաց. «Քորեբի մեջ վեմը կա, նրան հարվածի եւ ջուր պիտի գա»։ Մովսես հարվածեց։ Եվ այդ վեմի ջուր եկավ։ Եվ մարդիկ խմեցին, ու կշտացան, ու հագեցան, ու մշտապես խմեցին, այդ վեմը իրենց հետ գնում էր։ Սակայն ասեցին. «Արդյոք Աստված մեր մեջ է»։ Տեսնում եք անհավատությունը։ Անապատի մեջ անկարելի բաները Աստված կարելի արավ իրենց համար։ Անկամ միս ուզեցին, լորամարգիները տրվեց, մարդու սիրտը չարե։ Աստված արդյոք մեր մեջ է։ Այդ վեմը, որ իրենց հետ գնաց, Պողոս առաքյալը շատ գեղեցիկ ձևով Կորինթացիների 10-րդ գլխի մեջ ներկայացնում է։ Կարդանք միասին Կորինթացիս 10-րդ գլուխ 2-ից 4 համարներ ասում է. «Եվ ամենքն էլ Մովսեսով մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, եւ ամենքն էլ նույն հոգևոր կերակուրը կերան, եւ ամենքն էլ նույն հոգևոր խմելիքը խմեցին, վասնզի կխմեին այն հոգևոր վեմեն, որ նրանց հետ կերթար, եւ այդ վեմը Քրիստոս էր»։ Այդ վեմը Քրիստոս էր, նրանց հագեցրեց այդ 40 տարվա երկար ժամանակ։ Եվ նորից անհավատությամբ էին զարնված, արդյոք Աստված մեր մեջ է։ Մենք երգում ենք, չէ՞, երգում ենք։ Քրիստոս է ժայռը, քորեբի որ կբխի, շատ գեղեցիկ մի երգ է։ Ուրեմն այդ վեմը, որ իրենից մի ժայռ էր ներկայացնում, հոգևորապես Քրիստոսն է։ Եկեղեցու հիմն է, հիմնակարն է հանդիսանում։ Աստծո ժողովրդի համար, երկրավոր ժողովրդի համար, Սաղմոս 78:35 ասում է. «Ու կհիշեին, թե Աստված իրենց վեմն է, որովհետև իրենք անապատի շրջան անցան, եւ Բարձրյալն Աստված իրենց փրկիչն է»։ Երբ որ Աստված այդ բոլոր տանջանքներից իրենց ազատեց, հետո հիշում էին, որ Աստված իրենց վեմն էր, Քրիստոս իրենց վեմն էր անապատի մեջ։ Հիմա վեմի մասին որ խոսում ենք, արդյոք ձեր մեջ հարց չառաջացավ, որովհետև մի ուրիշ անձնավորություն էլ վեմ կոչվեց, հա։ Տարբերությունը պիտի հասկանալի անենք, թե ոչ։ Ուրեմն, երբ որ Կեսարիայում էր Տեր Հիսուս իր աշակերտների հետ միասին, այսպիսի հարցում տվեց։ Ասաց. «Իմ մասին ինչ են ասում, ով եմ ես»։ Եվ աշակերտները ասեցին, որ ասում են, որ Հովանես Մկրտիչն ես, Եղիան ես, Երեմիան ես, կամ մարգարեներից մեկն ես։ Ասեց. «Դուք ինչ եք ասում, ով եմ ես»։ Ով պիտի պատասխաներ առաջինը։ Պետրոսը։ Պետրոսը պիտի պատասխաներ եւ ասաց. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին»։ Եվ ասաց. «Սիմոն Հովնանի որդին,
որդի, մարմինը եւ արյունը քեզ չհայտնեց այս բանը, այսինքն մարդու չարար, հապա իմ հայրս, որ երկինքն է։ Իրապես, եթե երկնավոր հայրը այս ճշմարտությունները չբացի, մեկը չի կարող հասկանալ։ Սակայն երկնավոր հայրը ում համար է բացում այս ճշմարտությունները, ովքեր որ փնտրում են, ովքեր որ խնդրում են, նրանց տրվում է այս ճշմարտությունները։ Եվ Տեր Հիսուս նրան ասաց. դու Պետրոս ես, Պետրոս նշանակում է piece of rock, այսինքն ժայռի մի կտոր, հունարեն է սա։ Եվ այս վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չեն հաղթելու։ Դրանից հետո մի բան էլ ասաց Տեր Հիսուս, որ շատերի համար գայթակղություն է, անգամ այս ասված խոսքը իրենց համար դարձրել են որպես վարդապետություն եւ սխալված են։ Ասաց. երկնքի թագավորության բանալիները քեզ պիտի տամ։ Եվ այսօր գիտեք, կաթոլիկ եկեղեցին ասում է, որ Պետրոս առաջի Հռոմի պապը եղավ եւ նրա ձեռքն է բանալիները, հետեւաբար եթե իրենք դարձան այդ եկեղեցին եւ նրա ժառանգորդները, իրենք իշխանություն ունեն մարդկանց երկինք ուղարկելու կամ թույլ չտալու։ Սա խաբեություն է, կատարյալ խաբեություն։ Հապա ինչպես հասկանանք։ Տեր Հիսուս Պետրոսի համար մի ուրիշ բան էլ ասաց, մի ուրիշ անուն էլ տվեց, ուրեմն առաջի Հովանու ներողություն, Հովանու առաջի գլուխ 42 համարը։ Ասաց քո անունդ Կեփաս պիտի կոչվի։ Եվ սա արամերեն է, որ նորից նշանակում է վեմ։ Տեր Հիսուս ինչու նրան այդ բանը ասաց։ Նրան նախանձավորության համար Աստծո հանդեպ ունեցած, նրա դավանության համար։ Այս դավանության համար ժայռես, բայց իմ եկեղեցիս ոչ թե քո անձիդ վրա պիտի շինեմ, այլ այն դավանության վրա, որ դու արեցիր։ Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Դրախտի բանալիները ում ձեռքն է։ Սիրելիներ, մենք հավատքով մեզ համար երկնքի դռները բացված են։ Մենք մասնավոր բանալիի պետք չունենք։ Եթե ուզում եք իմանալ, հավատքով կրկնօրինակները ամեն մեկս միատ ունենք։ Տեսեք, թե Տեր Հիսուս ինչ ասաց Հայտնության առաջի գլուխ 18 համարի մեջ։ Ես եմ առաջինը եւ վերջինը, եւ ես կենդանի եմ, եւ ես նա եմ, որ մեռա, եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, եւ ես ունեմ դրախտի ու դժոխքի բանալիները։ Այսինքն ես ունեմ այդ իշխանությունը, նրանք ովքեր որ հավատում են, հավիտենական կյանք ունեն, ովքեր որ չեն հավատում, դատապարտված են դժոխքի եւ ծծումբի լճին։ Հիսուս ինքը ասաց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը եւ մեկը երկինք հոր մոտ չի կարող գալ, եթե ոչ ինձմով։ Ուրեմն, եթե Հիսուս Քրիստոս եկեղեցու հիմնակարը չէ, նշանակում է անգամ մեղք է եկեղեցի կոչելը դա, եթե նրանց դավանությունը Հիսուս Քրիստոսը չէ։ Հրեական շինության երկրորդ գլխավոր քարը հանդիսանում էր անկյունակարը, cornerstone։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Երկու հարակից պատերը իրար միացնող քարը, որոնց միջև 90 աշճանի անկյուն կա։ Երկու հարակից քարերը իրար միացնող անկյունակարը։ Եվ սա գիտեք շատ կարևոր է։ Այս քարի ճշգրիտ դրվելուց կախված է ամբողջ շինության ճշգրտությունը եւ ամրությունը։ Եթե այդ 90 աշճանը չպահպանվի, պատկերացրեք, այդ շինությունը ինչպես կկառուցվի եւ դա կձախողված շինություն կհամարվի։ Գիտեք, որոշ շինությունների մեջ, ասենք, այդ անկյունակարի վրա գրում են ճարտարապետի եւ նաեւ կառուցողների անունները։ Բայց հոգևոր տաճարի վրա մեկ անուն կա գրված Հիսուս Քրիստոս միայն։ Մենք ուրիշ մեկին չենք ճանաչում։ Ուրեմն Տեր Հիսուս նաև հոգևոր շինության հիմնակարը լինելով հանդերձ, նաև անկյունակարն է հանդիսանում։ Տեր Հիսուս Մատթեոս 21:42-ում հետևյալ ասաց. բնավ չեք կարդացել, այն քարը, որ շինողները անարգեցին, անիկա անկյունի գլուխը եղավ, սա Տիրոջից եղավ եւ զարմանալի է մեր աչքերին։ Այո, Տիրոջից եղավ, Աստված թույլ տվեց, որ այդպես լինի, որ անարգեն այդ քարը, որ անկյունակար դառնա։
Եվ Պետրոս առաքյալ գործք առաքելոց 4:11-ն է սա, իշխանների, քանապետների առջև հետևյալ ասաց. Անիկա է այն քարը, որ ձեզ շինողներից կողմից անարգված է, այսինքն դուք եք, որ պատիվ պիտի նրան տայիք, որպես Մեսիա պիտի ընդունեիք, բայց անարգեցիք, նա անկյունի գլուխը եղավ։ Ուրեմն ամեն հոգևոր շինության անկյունակարը Հիսուս Քրիստոսն է։ Եվ սա ողջամիտ վարդապետությունն է ներկայացնում եկեղեցու։ Փրկություն հավատքով միայն, շնորհքով միայն, առանց բարի գործերի։ Փրկություն հիմնված Հիսուս Քրիստոսի արյան վրա։ Փրկություն, որ անցնում է խաչելությամբ, գերեզմանով եւ հարությամբ։ Երկրորդ գալուստ տեսանելի, մարմնով գալուստ։ Ահա հավատալիքներ, վարդապետություն, որ եկեղեցու անկյունակարն է համարվում։ Մեկ բարեխոս եւ մեկ միջնորդ Աստծո խոսքը շատ պարզ է։ Մեկ բարեխոս եւ մեկ միջնորդ։ Եթե այսօր մեկը սուրբերին բարեխոս է կանգնացնում, նշանակում է այդ անկյունակարը շեղված է իրենց համար։ Հռիփսիմեի օրն է իրեն բարեխոս կանգնացնենք։ Կամ ինչպես կարող է մեկը ասել, եկեք մեռածների համար աղոթք անենք։ Երբ որ Աստծո խոսքը ասում է, մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Մեռնելուց հետո ամբողջ աշխարհը այդ անձի համար աղոթի, նրա վիճակը չի կարող փոխվել։ Եվ բարեխոսությունը ինչպես են արդարացնում, ճղճիմ օրինակներով։ Օրինակի համար երեխան չի համարձակվում հորը մի խնդրանք անել, գնում է մորն է ասում, մայրն էլ հորն է ասում։ Ծիծաղելի է, չէ՞։ Եվ այսպիսիները վարդապետներ են անգամ։ Հոգեհանգստով ասում եմ մենք, անձերին երկինք ենք ուղարկում։ Ուրեմն Հիսուս պարապտեղը մեռավ։ Հիսուսի քավչարար արյունը ուր մնաց։ Ուրեմն բաներ կան, հավատալիքներ կան, վարդապետություններ կան, որ հոգևոր շինության անկյունակարը շեղում են։ Հետևաբար այդ շինությունը վտանգված է, վտանգված։ Երրորդ կարևոր քարը, որ կա, սա գլխաքարն է, թափստոն կամ քափստոն։ Ուրեմն հիմնակար, անկյունակար եւ գլխաքարը։ Ինչ եղավ, ամբողջ շենքը ամբողջացավ։ Եվ այս գլխաքարը շատ կարևոր է, որովհետև գլուխը ամրացնում է ամբողջ մարմնի հետ միասին։ Եվ այդ քարը եւս Տեր Հիսուս Քրիստոս է։ Զաքարիայի մարգարեության 4 գլխի մեջ այսպիսի մի գեղեցիկ համար կա։ Զաքարիա 4 գլուխ 7 համար ասում է. Դուն ով մեծ լեռ, ով ես։ Սա սատանայի իշխանությանն է ասված։ Նրան եւ իր հարբանյակներին։ Դու ով ես։ Զորաբաբելի արչև դաշտ պիտի լինես։ Զորաբաբելը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսը։ Գլխավոր քարը ինքը պիտի հանե ու պիտի աղաղակե. շնորհք, շնորհք անոր։ Ուրեմն Տեր Հիսուս հանդիսանում է այդ գլխաքարը։ Մի երկու համարներ Եփեսացիս թղթից կարդանք, Եփեսացիս 2-րդ գլուխ 20-22 համարները։ Առաքյալների եւ մարգարեների հիման վրա սարքված, որին անկյունին գլուխը Հիսուս Քրիստոսն է, որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված կաճի սուրբ տաճարը կլա Տիրոջով, որով դուք էլ մեկտեղ կշինվիք Աստծո բնակարան ըլլալու սուրբ հոգեով։ Ուրեմն Հիսուս գլխաքարն է, որով ամբողջ շինությունը ամբողջանում է։ Ոմանք հավակնում են, որ եկեղեցու մեջ իրենք սյուներ են։ Առաքյալները եղան սիրելներ, բայց երբեք չհավակնենք այդ բանի։ Եկեղեցու հիմնակարը Տեր Հիսուս է, անկյունակարը Տեր Հիսուս է, գլխաքարը Տեր Հիսուս է, սյուները Տեր Հիսուս է, որպեսզի ինքը լինի ամեն բանի մեջ։ Եբրայեցիս թուղթը ընդհանրապես գրված է, որպեսզի Եբրայեցի հավատացյալներին ցույց տա Քրիստոսի գերազանցությունը բոլոր անձերի եւ հին ուխտի մեջ եղած բոլոր սարք ու կարգի վրա։ Եվ երբ որ հերթը եկավ առաքյալը ներկայացրեց նաեւ
Տեր Հիսուսի գերազանցությունը Մովսեսի վրա։ Մովսես իրենց համար մեկ հատիկ է։ Այսինքն այն մարգարեն, որին իրենք մտիկ էին անում, եւ Մովսես ինքը ուղղեց ասելով. Աստված իմ եղբայրների միջից մեկին պիտի անի, նրան ուշադրություն դարձրեք։ Բայց չհասկացան եւ նորից Մովսեսի հետևից գնացին, ահա տեսեք ինչ է գրում Աստծո խոսքը։ Վասնզի ինքը Մովսես անչափ ավելի փառքի արժանացավ, որչափ պատիվ կունենա տունը շինողը, քան տունը, քանզի ամեն տուն շինողը ունի, բայց նա որ բոլոր բաները շինեց, Աստված է, եւ հիրավի Մովսես անոր բոլոր տան մեջ հավատարիմ ծառայի պես, բայց Քրիստոս որդիի պես տան վրա, որին տունը մենք ենք, միայն թե այն համարձակությունը եւ հույսին պարծանքը միջև վեճ հաստատ բռնենք։ Մովսես տան մեջ ծառայի նման էր, Հիսուս տան վրա, ինքն է Տերը, ինքն է որդին։ Ուրեմն այս տարբերությունը պետք է որ շատ լավ հասկանանք։ Ուրեմն ինչ նշեցինք, Հիսուս եկեղեցու foundation-ն է, հիմնաքարն է։ Հիսուս եկեղեցու անկյունակարն է, cornerstone, եւ Հիսուս եկեղեցու գլխավոր քարն է, թափստոն։ Երբ որ ասում ենք գլուխ, սա ներկայացնում է նաև իշխանություն։ Տեր Հիսուս ֆիզիկապես երկրի վրա չէ, բայց ասած ամեն օր ձեզ հետ է մինչև աշխարհի վերջ, որտեղ որ 2-3 հոգի հավաքվեն իմ անունովս ես այնտեղ եմ։ Հիսուս ասած կգնամ, մխիթարից Սուրբ Հոգին կղրկեմ, որ գա ձեզ բոլոր ճշմարտություններին պիտի առաջնորդի։ Այսինքն Հիսուս ղրկեց Սուրբ Հոգուն, որ լինի մեր ուսուցիչը, եւ դրա համար ինքը ասած, երկրի վրա մեկին ուսուցիչ մի անվանեք, որովհետեւ ձեր ուսուցիչը մեկ է, որ երկինքն է։ Այո, Աստված գործածում է մարդկանց ուսուցանելու համար, բայց իրական ճշմարիտ ուսուցիչը Քրիստոս է Սուրբ Հոգիի միջոցով իր ճշմարտությունները մեզ բացում է։ Աստված եկեղեցու մեջ դրեց հովիվներ, քարոզիչներ, երիցներ, ինչի համար դրեց, պաշտոնի գործի համար դրեց, պաշտոնի գործի համար։ Եվ այս պաշտոնյաների գլխավոր դերը որն է, հավատացյալներին Քրիստոսի հետ կապել, ավելի սերտ հարաբերություն հաստատելու համար, Քրիստոսի անձը ներկայացնել, Քրիստոս որպեսզի լինի ամեն բանի մեջ։ Դրա համար գրված է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին եւ այդ հավատքը գործադրության մեջ դնողին, ուրիշ մեկին չնայենք։ Այո, հարգանքը պաշտոնյաների հանդեպ ընդունել է, սակայն ամեն փառք ու պատիվ միմիայն Տեր Հիսուսին կվայելե։ Բայց ցավոք սրտի, անձեր, ովքեր որ կենտրոնացումը իրենց անձի վրա են բերում, փոխանակ Քրիստոսի անձի վրա գնալու, աշխատում են մարդկանց իրենց շրջապատի մեջ հավաքեն, իրենց անձի վրա համարում ցույց տալով, շողոքորթությամբ ոմանց շահել, ոմանց վրա իշխանություն գործադրելով, ոմանց էլ Աստծո խոսքը չարաչար գործադրելով վախեցնել, մարդկային հաշիվներով շարժվելով, փառասեր, պատեհապաշտ, այսինքն առիթը չարաչար ձևով գործածելով, իշխանատենչ անձեր, ովքեր ուզում են մարդկանց մեջ փառավորվել, իրենց նպատակը դա է։ Եվ դրա համար պատրաստ են անգամ ուրիշների անվանը զրպարտություններ անել, միայն թե իրենք հաջողեն։ Պիտի քանդի Աստված։ Աստված թույլ չի տա, որ մարդը Քրիստոսի փառքը գողանա եւ իր վրա առնի։ Ի վերջո, այդպիսիների ինչ լինելը մեջտեղ պիտի գա։ Եվ այդպիսի անձերը կարող են սեր հաղորդել մարդկանց, ոչ, միայն ատելության հոգի, միայն թշնամանք ուրիշների հանդեպ։ Եվ ասեմ ձեզ, նմանների գայթակղությունը շատ մեծ պիտի լինի։ Ոմանց համար եկեղեցու գլուխը ոչ թե Հիսուս է, այլ իրենք են, իրենց ընտանիքն է։ Մենք չհիմնեցինք բա, մենք ենք դրել այս եկեղեցին։ Պողոս առաքյալը տասնյակ եկեղեցիներ հիմնեց, տասնյակ, բայց այդ երբեք չհավակնեց, որ ինքը եկեղեցի է հիմնել, ասում է բոլոր եկեղեցիների հոգը իմ վրաս է, հոգ էր անում նրանց համար, բայց երբեք չհավակնեց, որ սա իմ եկեղեցին է, որտեղ Պողոս շատ լավ գիտեր, որ եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է։
Որ եկեղեցին միայն շինություն չէ, այլ շինությունը այնտեղ հավաքվելու համար է։ Եկեղեցին սուրբերի ժողովն է, որոնք հանդիսանում են Քրիստոսի հոտը։ Ուրեմն կարող է եկեղեցին լինել ընտանեկան եկեղեցի։ Եթե սրան գումարվի, որ կանայք եկեղեցի գլուխ դառնան, տեսանելի կամ անտեսանելի, դե պատկերացրեք այդ եկեղեցու վիճակը ինչ կարող է լինել։ Եկեղեցու գլուխը չի կարող լինել կազմակերպությունը, կուսակցությունը, դա կկոչվի մարդկային կառույց։ Եկեղեցին չի կարող լինել ազգային, որովհետև Քրիստոս համամարտկային է բոլոր ազգերից, լեզուներից եւ ժողովուրդներից։ Իր թագավորության մեջ պիտի հավաքվեն բոլորից, բոլոր ազգերից։ Այո, Տեր Հիսուս եկեղեցի գլուխ լինելով հանդերձ այսօր շատերի համար գայթակղության քար է։ Ինչպես հրեաների համար եղավ, նաև մեր օրերի մեջ էլ Եսայի 8:14-ը կարդանք, հետևյալն է ասում. Եվ անիկա ձեզի սրբարան պիտի ըլլա, բայց Իսրայելի երկու տներին գայթակղության քար եւ գլորման վեմ, ու Երուսաղեմի բնակիչներին թակարդ եւ որոգայթ պիտի ըլլա։ Ահա դրա համար էր, որ Տեր Հիսուսին խաչը հանեցին։ Հրեաները գայթակղվում էին Տեր Հիսուսի վրայով, ասում են. սա Հյուսնի որդին չէ։ Սրա քույրերին, եղբայրներին, մորը մենք ճանաչում ենք։ Մենք ճանաչում ենք։ Կարդանք Հովանու ավետանից 6-րդ գլուխ 41-42 համարները։ Հրեաները կտրտնջեին, վասնզի սավ, թե ես եմ երկնքեն իջած հացը, ու կսեին, ասիկա Հովսեփի որդին, Հիսուսը չէ, որուն հայրն ու մայրը մենք կճանչնանք, ուրեմն ինչպես կսե թե ես երկնքեն իջա։ Մի ուրիշ պարագային կարդում ենք նույն գլխի 54-55 համարները։ Հիսուս սավանոնց, ճշմարիտ կսեմ ձեզի, եթե որդին մարդո մարմինը չուտեք եւ անոր արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենար։ Ով որ իմ մարմինս ուտե եւ իմ արյունս խմե, հավիտենական կյանք պիտի ունենա եւ ես նրան հարություն առնել պիտի տամ վերջին օրը։ Աշակերտներից 61 համարից։ Շատերը երբ լսեցին, ասին, խիստ էր այդ խոսքը, ով կրնա ատոր մտի կնել։ Հիսուս երբ հասկացավ, թե իր աշակերտները այս բանի համար տրտունջ կնեին, ըսավ անոնց. ատիկա ձեզ կգայթակղեցնե։ Հապա ինչ պիտի խորիկ, երբ տեսնեք որդին մարդո ելելը, ուր առաջ էր, հոգին է կենդանի նողը, մարմինը շամը չներ, այն խոսքերը, որոնք ես ձեզ կխոսիմ, հոգի ու կյանք են։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատար, վասնզի Հիսուս սկզբեն գիտեր, թե ովքեր են անոնք, որ չեն հավատար, եւ գիտեր նրան, որ իրեն պիտի մատնի։ Հիսուսի հետ են քայլում այս մարդիկ։ Այդ 3.5 տարին նրանք էլ ականատես եղան Հիսուսի քարոզախոսություններին, կատարած հրաշքներին, բայց անհավատությամբ տառապում են եւ մեկ խոսքից գայթակղվեցին։ Հրեաների համար արյուն խմելը օրենքը արգելում էր։ Ինչպես թե ասում է, իմ արյունս խմեք, եւ նրանք չհասկացան, թե Տեր Հիսուս ինչ էր ասում։ Չհավատացողների համար գայթակղություն, բայց մեզ հավատացողներիս համար այդ վեմը հաստատուն վեմ է, սիրելիներ։ Այսօր գիտեք ինչի համար են Հիսուսի վրա գայթակղում, ասում են մարդ էր չէ, երկրի վրա քայլեց չէ, բայց որովհետև իրենք հոգևորապես կույր են ու չգիտեն, որ Աստվածպաշտության խորհուրդը հետևյալն է. Աստված մարմնով հայտնվեց եւ փառքով համբարձվեց։ Փրկության գործի համար Աստված պիտի մարդեղանար աշխարհ գալ։ Եվ իրենք այդ ճշմարտությունը չիմանալով գայթակղվում են։ Ուրեմն գործածվեց հիմնակար, անկյունակար, գլխակար։ Նաև այդ վեմը նշվում է կենթանի վեմ, կյանք տվող վեմ, եւ նաև ընտիր, այսինքն միակը, պատվական քար, ուրեմն ամեն փառք եւ պատիվ եւ գոհություն Տեր Հիսուսին։ Հետաքրիր է, մի ուրիշ քար էլ է նշված։ Կռահում եք, այդ քարը
փշրող քար է։ Զարմացաք, crushing stone, դատաստանի համար է սա։ Եվ մենք կարդում ենք Դանիելի մարգարեությունից երկրորդ գլխից 44-45 համարները եւ 47 համարը։ Գիտեք, Նաբուկոդոնոսոր թագավորը մի երազ տեսավ, փոթորկվեց։ Իր քաղդյաներին, մոգերին, իմաստուն մարդկանց կանչը չկարողացան բացատրել։ Եվ Դանիել Աստծո հոգիով բացատրությունը տվեց այդ երազի։ Եվ ասաց հետևյալը. այն թագավորներին օրերը երկնքի Աստված ուրիշ թագավորություն պիտի անե, որ հավիտյան պիտի չավրվի։ Այս թագավորությունը ուրիշ ժողովրդի պիտի չթողնվի։ Անիկա այս բոլոր թագավորությունները պիտի փշրե ու պիտի հացնե եւ ինքը հավիտյան պիտի մնա։ Դուն առանց ձեռքի լեռնեն կտրած քարմը տեսար եւ անիկա երկաթը, պղինձը, կավը, արծաթն ու ոսկին փշրեց։ Մեծ Աստվածը ասկեթը ինչ լալիքը թագավորին ցուցուց եւ երազը ճշմարիտ է եւ անոր մեկնությունը վստահելի է։ Այդ քարը, որ ժայռից կտրվեց, Տեր Հիսուս Քրիստոս է։ Այդ արձանը, որ Նաբուկոդոնոսորը տեսավ, աշխարհի ազգերի թագավորություններն են։ Բաբելոնով սկսում է եւ վերածնված հռոմեական իշխանությունով վերջանում է։ Եվ Տեր Հիսուս վերջը պիտի դնի այդ թագավորությանը։ Եվ այդ քարը, որ պոկվեց ժայռից, ինքը մեծ լեռ եղավ, այսինքն Տեր Հիսուս պիտի գա եւ իր թագավորությունը պիտի հաստատի երկրի վրա։ Եվ 47 համարը թագավորը Դանիելին պատասխան տվավ եւ ասավ. իրավցնե ձեր Աստվածը, ինքն է Աստվածների Աստվածը եւ թագավորների Տերը ու գաղտնիքները հայտնողը, քանզի դու կարող եղար այս գաղտնիքը հայտնել։ Ուրեմն այդ քարը, որ անարգված է աշխարհի համար, մեծ լեռ եղավ, նա մի օր իր թագավորությունը պիտի հաստատի, որ երկրի վրա 1000 տարի եւ որից հետո հավիտյանս հավիտենից այդ թագավորությունը պիտի շարունակվի։ Հիմա հարցում է հետեւյալն է սիրելիս. Հիսուս քո հավատքիդ հիմնակարն է, քո հավատալիքներիդ անկյունակարն է, քեզ առաջնորդողը Տեր Հիսուս Քրիստոս է։ Եթե այդպես չէ, դու գայթակղության մեջ ես, անհավատության մեջ ես, պետքություն ունես ապաշխարելու։ Այո, մենք հաճախ ասում ենք քրիստոնյա ենք եւ դա մեզ համար պարծանք է։ 1700 տարի առաջի քրիստոնյաները։ Սակայն ինչ օգուտ դրանից, որ այսօր ազգի մեծամասնությունը միայն անունով է քրիստոնյա, բայց Քրիստոս որպես Աստված մերժած են։ Ապաշխարել է պետք։ Սա կենսական անհրաժեշտություն է ամեն ազնվորության համար, ընդունել Հիսուս Քրիստոսը իբրև քո Տերը եւ Փրկիչը։ Դրա համար ընդունում ես, որ մեղավոր ես։ Այո, դրա պատճառով էլ շատ մեղքեր գործում ես եւ գործել ես։ Եվ այդ մեղքերը քո ուսերիդ վրա դարձված են, միջև այն ակնթարթը, երբ որ ասես մեղա Տեր Հիսուս Քրիստոս, ինձ ների, եւ Հիսուս Քրիստոսի արյունը քո բոլոր մեղքերդ պիտի սրբի, չհիշելու պայմանով Աստծո որդի պիտի դառնաս։ Քո հավատքիդ հիմնակարը Հիսուս պիտի լինի։ Քո հավատալիքներիդ անկյունակարը Տեր Հիսուս պիտի լինի, եւ քեզ առաջնորդողը պիտի լինի Սուրբ Հոգին։ Սիրելիներ, Հիսուս մեր կյանքի ապահովությունն է։ Ինքը ասաց. թեև մեռնեք, պիտի ապրեք։ Սրանից մեծ ապահովություն կա թե ոչ։ Այս կյանքը ժամանակավոր է, անցողիկ է, 70, 80, 90, ինչ էլ որ լինի, տառապանք եւ ցավ է, ծերություն կա։ Սակայն Տեր Հիսուս խոստացավ, որ հավիտյանս հավիտենից ինձ հետ պիտի բնակվեք, ունենալով նոր փառավորյալ մարմին Աստծո թագավորության մեջ պիտի ապրենք։ Հիսուս մեր պաշտպանությունն է, մեր բոլոր նեղությունների, դժվարությունների, տառապանքների մեջ վստահենք նրան։ Մեր կյանքի բոլոր դրվագները Հիսուսին վստահենք, սիրելիներ։ Սաղմոս 94:22 ասում է. Տերը իմ ամրությունս է, ու իմ Աստվածս, իմ ապավենությանս վեմն է։ Տերը իմ ամրությունս է։ Հիսուս երեք, այսօր, վաղը եւ անվախճան դարեր նույնն է հավիտյանս հավիտենից, իր անձը չի փոխվում։ Ինքը սիրող, գթացող եւ ողորմացող
հայր է։ Ուրեմն Հիսուս մեր հոգիների հագեցումն է, մեր կյանքի իմաստն է եւ մեր ապագայի սպասելիքն է։ Ամեն փառքը, պատիվը, երկրպագությունը կվայելե իրեն եւ իրենով հորը եւ Սուրբ Հոգին հավիտյանս հավիտենից ամեն։ Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Ենթանի ճուրե առողջարար քեզ համար Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Ենթանի ճուրե առողջարար քեզ համար Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Եկու խմե մեղրեն ավելի կաղցրան Փակեցուրան փողջոքիդ Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Քրիստոս է ճաշտի ծաղիկներ ու շուշանը Քրիստոս է սուրբ եւ ընդիր Սարոնի վարդը Քրիստոս է կյանքը սերեր ու միակ սերը Հավիտենական փրկության լոկ աղբյուրը Եկու խմե մեղրեն ավելի կաղցրան Հագեցուրան փողջոքիդ Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Մեղրեն ավելի կաղցրան Հագեցուր օքիդ Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Դուխտներ ենք թափառական Եվ հոսոտար Աշխարհ մեզի երբեք հանգիստ Չխոստանար Երկնքի մեջ լոկած հնձում Խաղաղություն Հոգով բեղում հավետ պայծառ Հավետ սիրուն Հոն է մեր Սուրբերն համայն Ուր կկազմեն մեկ ընտանիք Արքունական
ազատ ամեն չարյած դաշան, նետերեմ բյուր, հոնուր կենած գետ կհոսի, վճիտ մաքուր, հոն է մեր տունը մեր վեր ու մնայում, հոն է մեր տուն, հավետ պայծառ, հավետ սիրուն, հոն է մեր տուն անշարժ վեմին վրա հաստատում, հոնուր բնավ խոնջանք չկա, ընտրյալ մարդուն, ուր բնության ակունքներ են, բխի բերկրանք, ու պաշտվի բարձրյալ Աստված, հոգով համակ, հոն է մեր տուն, տունը մեր վեր ու մնայում, հոն է մեր տուն, հավետ պայծառ, հավետ սիրուն, երկինքն է մեր հայրենիքը, հազար դրախտ, հազար երանք ծառու ծաղկում, ետեմ ազարդ, բյուր թրջնոցուր է շտակացել, տալով ողջույն, կգեղգեղեն անմահությունը, սուրբերուն, վերն է մեր տուն, տունը մեր վեր ու մնայում, վերն է մեր տուն, հավետ պայծառ, հավետ սիրուն, Մեր ծնվելու օրը շատ մոտ է։ Ծնվելու թե մեռնելու։ Ծնվելու։ Այ ծնվելուց հետո իրոք որ ապրելու ենք։ Բա հիմա ինչ ենք անում։ Հիմա է որ մենք կանք գոյություն ունենք։ Հենց այստեղից դուրս եկանք վերջ, մեր կյանքը կավարտվի։ Չէ, կսկսվի իսկական կյանքը։ Փաստորեն, իրոք հավատում ես, որ ծննդաբերությունից հետո կյանք կա։ Իհարկե, անկասկած այն աշխարհում կյանք կա։ Մենք այստեղ ձևավորվում ենք, որ երբ ժամանակը գա, պատրաստ լինենք այդ կյանքին։ Չէ, դու լավ չես։ Ծննդաբերությունից հետո կյանք լինել չի կարող։ Կարող ես պատկերացնել այդ կյանքը։ Մանրամասները չգիտեմ, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս կլինի։ Մենք միգուցե ինքներս կքայլենք ու կուտենք մեր բերանով։ Անհնար է, որ ինքներս քայլենք եւ ուտենք մեր բերանով։ Պորտալար ունենք, որով էլ սնվում ենք։ Բացառվում է, որ ծննդաբերությունից հետո կյանք լինի, որովհետեւ մեր պորտալարը մեր կյանքը։ Առանց այդ էլ շատ կարճ է։ Բանն էլ հենց այն է, որ բերանով ենք սնվելու, հավատա, այնտեղ էլ պորտալար չենք ունենալու։ Եթե պորտալար չունենանք, չենք կարող ապրել։ Տեղում կմեռնենք։ Անհնար է։ Ես վստահ եմ, որ հնարավոր է։ Պարզապես ամեն ինչ մի քիչ այլ կերպ կլինի։ Մեր պորտալարը մեզ պետք է միայն այստեղ, որ սնվենք ու մեծանանք, որպեսզի պատրաստ լինենք այնտեղ ապրելու։ Այ ցավը տանեմ, այնտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել։ Կյանքը ծննդաբերությամբ ավարտվում է։ Չէ, ճշգրիտ չեմ կարող ասել, թե ծնվելուց հետո կյանքն ինչպիսին կլինի, բայց հավատացած եմ, որ այնտեղ կտեսնենք նաև այստեղից գնացած մեր եղբայրներին, քույրերին։ Չէ։ Հա, մենք քո առաջինը չենք, ու հաստատ գիտեմ, որ մենք կտեսնենք նաև մայրիկին։ Նա մեզ կխնամի ու մեզ հետ կհաղորդակցվի։ Մայրիկին։ Մայրիկ կա։ Դու հավատում ես մայրիկին։ Դե ցույց տուր։ Ուր է։ Նա ամենուր է, մեր շուրջն է։ Մենք նրա մեջ ենք եւ նրա շնորհիվ ենք շարժվում ու ապրում։ Առանց նրա մենք պարզապես չենք կարող գոյություն ունենալ։ Հեքիաթներ ես պատմում։
մայրիկ չեմ տեսել։ Ուրեմն պարզ է, որ նա գոյություն չունի։ Չկա։ Չէ, չեմ կարող քեզ հետ համաձայնել։ Չէ, ախր երբ լռություն է լինում, կարելի է լսել, թե ինչպես է նա երգում եւ զգալ, թե ինչպես է նա շոյում մեզ։ Ես հավատում եմ, վստահ եմ, որ մեր իսկական կյանքը կսկսվի միայն ծնվելուց հետո։ What if I told you Jesus came to abolish religion? What if I told you voting Republican really wasn't his mission? What if I told you Republican doesn't automatically mean Christian, and just because you call some people blind doesn't automatically give you vision? I mean, if religion is so great, why has it started so many wars? Why does it build huge churches but fails to feed the poor? Tell single moms God doesn't love them if they've ever had a divorce, but in the Old Testament, God actually calls religious people whores. Religion might preach grace, but another thing they practice. Tend to ridicule God's people. They did it to John the Baptist. They can't fix their problems, and so they just mask it, not realizing religion's like spraying perfume on a casket. See, the problem with religion is it never gets to the core. It's just behavior modification, like a long list of chores. Like, let's dress up the outside, make it look nice and neat. But it's funny, that's what they used to do to mummies while the corpse rots underneath. Now, I ain't judging. I'm just saying, quit putting on a fake look. Because there's a problem if people only know that you're a Christian by your Facebook. I mean, in every other aspect of life, you know that logic's unworthy. It's like saying you play for the Lakers just because you bought a jersey. See, this was me too, but no one seemed to be on to me. Acting like a church kid while addicted to pornography. See, on Sunday I'd go to church, but Saturday getting faded, acting if I was simply created to just have sex and get wasted. See, I spent my whole life building this facade of neatness, but now that I know Jesus, I boast in my weakness. Because if grace is water, then the church should be an ocean. It's not a museum for good people, it's a hospital for the broken. Which means I don't have to hide my failure, I don't have to hide my sin. Because it doesn't depend on me, it depends on Him. See, because when I was God's enemy, and certainly not a fan, He looked down and said, I want that man. Which is why Jesus hated religion, and for it He called them fools. Don't you see so much better than just following some rules? Now let me clarify. I love the church, I love the Bible, and yes, I believe in sin. But if Jesus came to your church, would they actually let Him in? See, remember He was called a glutton and a drunkard by religious men. But the Son of God never supports self-righteousness, not now, not then. Now back to the point, one thing is vital to mention. How Jesus and religion are on opposite spectrums. See, one's the work of God, but one's a man-made invention. See, one is the cure, but the other's the infection. See, because religion says do, Jesus says done. Religion says slave, Jesus says son. Religion puts you in bondage, while Jesus sets you free. Religion makes you blind, but Jesus makes you see.
And that's why religion and Jesus are two different clans. Religion is man searching for God. Christianity is God searching for man, which is why salvation is freely mine and forgiveness is my own, not based on my merits, but Jesus' obedience alone. Because he took the crown of thorns and the blood dripped down his face. He took what we all deserved. I guess that's why you call it grace. And while being murdered, he yelled, "Father, forgive them. They know not what they do." Because when he was dangling on that cross, he was thinking of you. And he absorbed all your sin and he buried it in the tomb, which is why I'm kneeling at the cross saying, come on, there's room. So for religion, no, I hate it. In fact, I literally resent it. Because when Jesus said, "It is finished," I believe he meant it.